բոլոր հայտարարությունները կանում, մարդիկ հերքում են, ասում են, որ մենք իշխանության Եվրոպա, Սամվել Ալեքսեյևը Եվրոպայի հետ է լավ գործընկերներ ունի։ Որ Եվրոպայի հետ լավ գործընկերներ ունի, Բրիտանիայի հետ, որտեղ իր բիզնեսները սանկցիայի տակ են, Ֆրանսիայի հետ, որտեղ իր նկատմամբ, եթե չեմ սխալվում, Չէ, կներեք, Սամվել Կարապետյանը, որ ասում եք, լավ բաներ ունի, կապեր ունի, ասում եմ, Մեծ Բրիտանիայում իր բիզնեսները սանկցիաների տակ են, Սամվել Կարապետյանի բիզնեսները սանկցիաների տակ են։ Ֆրանսիայում կարծեմ իր նկատմամբ կամ իր հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ կամ մեղադրանք փողերի լվացման գործով իր առանձնատուն են, ինչ-որ մեծ առանձնատուն կա Ֆրանսիայում, կալանքի տակ կամ ինչ-որ դատական գործով է անցնում։ Այդ որ եվրոպական երկրի մասին եք խոսում, որ ինքը լավ հարաբերություններ ունի։ Այդ parte Եվրոպայում ինչքանով որ այս ամեն ինչից կարելի է ենթադրել, դա բան է։ Իսկ գոյական վիճակում է սանկցիաների տակ գտնվող խոցելի մաքսիմալ բանանող մարդ է։ Հիմա թե ինչ հեքիաթներ կպատմեն, ոնց որ բարբերաբար պատմեն, օրինակ, չգիտեմ, տնտեսական ոչի հեքիաթներ, անվտանգային ոչի հեքիաթներ, գուցե այս էլ երկրորդ հեքիաթն է արդեն արտաքին հարաբերությունների մասով, բայց այնուամենայնիվ։ Պարոն Ալեքսանյան, կարծեք թե բավական ուժեր արդեն համագումարներ արել են նախընտրական, նախադեպ որևէ մեկ ունի ձեր նման այս տիպի անելու այդ համագումարները եւ ներքին ընտրությունները։ Ներկայումս առաջադրված կուսակցություններից ոչ մեկ նման կերպ չի մասնակցում այս ընտրություններին։ Բոլորի մոտ մի հոգի կամ մի կառույց նստած գրում իրաց թելադրումա, թե ով իրենց ցուցակում որերորդ համարը պետքա լինի, ինչ դեր պետքա ունենա այդ նախընտրական ցուցակում։ Նախորդ մեր այս առաջի փուլի քվեարկության ժամանակ է ասացի, որ ոչ մեկ այդպես չի անում, այսպես չի անում, ժողովրդի կուսակցական, ներկուսակցական քվեարկությամբ չի անում այս process-ը։ Դե համագումարներ եղան, բայց ոչ մեկ քվեարկությամբ չգնաց առաջ։ Ոչ մեկ, որովհետև ոչ մեկ նրանց ժողովրդավարական արժեքները չի կիսում։ Բայց խոսում են։ Դե շատ են խոսում, հա շատ բան կարան խոսան, ես ասում եմ, նախ ասում եմ եկեք բանավեճի վախենում են, փախնում են, չեն գալիս, երկրորդն էլ Ուտենց, հա, այս վերջերս էլի դեպ ձեզ տեղեկացնեմ, որ երեկ էլ բանավեճի հրավեր ստացանք հանրային հեռուստաընկերությունից, նաև այդ թվում Ուժեղ Հայաստան ու Հայաստան Դաշինք կուսակցությունների հետ, ու երկուսն էլ փախան էլի բանավեճից, որտեվ իրանք վախկոտ փախչողներ են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։